Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի օգոստոս ամսվա հորոսկոպը խեցգետին նշանի համար։ Սիրելի խեցգետիններ, կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, նորալուսին, լիալուսին և լարված օրերը։ Այս ամսվա նորալուսինն ու լիալուսինը սովորական չեն, այս օրերին լինելու է խավարում։ Հիշեցնում եմ, որ առաջին հերթին հորոսկոպը նայում ենք ասցենդենտի նշանով, այսպիսով սիրելի ընկերներ։ Արևը մինչև օգոստոսի 23-ը կգտնվի առյուծ նշանում ձեր երկրորդ տանը, իսկ որտեղ արևը, այնտեղ մեր էներգիան, մեր ֆոկուսը։ Իսկ երկրորդ տունը դա մեր ֆինանսներն է, աշխատավարձն է, այս թեմաների շուրջ ինչ-որ էներգիա կգա, կարծես զբաղված կլինեք այդ հարցերի շուրջ ինչ-որ գործողություններ կատարելով։ Եվ ամսի 23-ից սկսած արևը կանցնի կույս նշան ձեր երրորդ տուն, ակտիվացնելով շփումը, բանակցությունները, քույր եղբայրների, հարևանների հետ կամ առհասարակ իրենց մասին գուցե ինչ-որ նորություններ իմանաք եւ այլն։ Մերկուրին օգոստոսի 9-ից սկսած կանցնի առյուծ նշան ձեր երկրորդ տուն, կբերի ձեզ զանգ, խոսակցություն, կապված ֆինանսների հետ կամ հնարավոր է ինչ-որ արժեքավոր իր գնեք կամ ընդհակառակը վաճառեք։ Իսկ ամսի 25-ից Մերկուրին կանցնի երրորդ տուն ձեր կույս նշան, կբերի ձեզ շատ խոսակցություն, զանգեր, նամակներ, քույր եղբայրների հետ, հարևանների հետ կամ առհասարակ աշխատանքի թեմայով, լավ ժամանակահատված է, որպեսզի գնաք, եթե իհարկե ցանկանում եք դասընթացների կամ ուղղակի այս ժամանակահատվածում շատերը կորոշեն նոր կապի տրանսպորտի միջոց ձեռք բերել կամ տեխնիկա։ Վեներա մոլորակը ամսի 7-ից սկսած, օգոստոսի 7-ից սկսած կանցնի կշեռք նշան, իսկ դա ձեր 4-րդ տունն է։ Վեներան 4-րդ տանը կարծում եմ, որ շատերը կորոշեն իրենց տան մեջ ինչ-որ կոմֆորտի իր գնել, գուցե որոշեք օրինակ տան կահույքը փոխել կամ նոր վարագույրներ ձեռք բերել կամ հնարավոր է, եթե իհարկե ցանկանում եք, ապա այս ժամանակահատվածում անշարժ գույք ձեռք բերեք կամ վաճառեք։ Մարս մոլորակը օգոստոսի 12-ից սկսած կանցնի խեցգետին նշան ձեր առաջին տուն, բերելով ձեզ մեծ ակտիվություն, մեծ էներգիա, միայն զգույշ եղեք սուր կտրող ծակողգործիքների հետ աշխատելիս, ինչ-որ հոսանքի, գազի հետ աշխատելիս, քանի որ հնարավոր է օրինակ այրվածք ստանա կամ միամիտ այդպես դանակետ աշխատելով վնասեք ձեզ, այնպես որ զգույշ եղեք։ Իհարկե սա նաև կարող է խոսել արտաքնի հետ կապված միջամտությունների մասին, Մարսը առաջին տանը։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել առյուծ նշանում, այս ամսում շարժվելով 7-ից 13 աստիճան եւ քանի որ Յուպիտերը ձեր երկրորդ տանն է գնում, շարունակում ընթանալ այդպես մինչեւ մյուս տարվա հունիսի վերջ, ակտիվացնելու է եւ մեծացնելու է ձեր ֆինանսները, սիրելի ընկերներ։ Ոմանք կսկսեն նոր ուղիով գումար աշխատել, մյուսի մոտ աշխատավարձը կբարձրացնեն, մյուսը կանցնի նոր ինչ-որ աշխատանքի, որտեղ ավելի շատ գումար կստանա, ամեն մեկի մոտ մի ձև կլինի, ուղղակի ձեր ֆինանսները, ձեր կապիտալը կարծես կավելանա։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում 25-ից 28 աստիճան շարժվելով։ Իսկ աղեղնավորը, սիրելի ընկերներ, համարվում է ձեր 6-րդ տունը։ Իսկ սև լուսինը հնարավոր է ձեզ վախեր բերի կամ ինչ-որ անհանգստություններ, հրահրումներ աշխատանքի վայրում, առողջության հետ կապված։ Այնպես որ զգույշ եղեք, մի տրվեք սև լուսնի գայթակղություններին։ Այժմ նորալուսին ու լիալուսին։ Օգոստոսի 12-ից սկսած մինչև օգոստոսի 28-ը գտնվելու ենք խավարումների միջանցքում։ Խավարումների հետ կապված առանձին նյութեր ունեմ տեղադրած, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, կարող եք ավելի նայել, ավելի մանրամասն, որպեսզի հասկանաք։ Եվ խավարումներն իրենց ազդեցությունը ունենում են մի քանի մոտ 3 ամիս առաջ, 3 ամիս հետո եւս։ Այսպիսով, սիրելի ընկերներ, առաջին խավարումը կլինի առյուծ նշանի 20 աստիճանում, ձեր երկրորդ տանը, այսինքն բերելով ձեզ նոր ֆինանսական կարծես սկիզբ։ Իսկ մյուս խավարումը ամսի 28-ի, որը լինելու է լիալուսին, լուսնի խավարում ենք ունենալու ձկներ նշանի 4 աստիճանում, իսկ ձկները համարվում է ձեր 9-րդ տունը։ Եվ կարծես ինչ-որ բան ձեր կյանքում գուցե ավարտին հասնի։ Ոմանք հնարավոր է օրինակ ավարտեն իրենց ուսումը, կամ օրինակ ձեր վիզայի ժամկետը ավարտվի, կամ անձնագրի ժամկետը ավարտվի, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Այժմ լարված օրերն եմ նշում։ Ամսի 1-ից ամսի 5-ը լարված է լինելու, ամսի 17-ը, ամսի 22-ը եւ 28-ը։ Այս օրերը բավականին լարված օրեր են, սիրելի ընկերներ, կարևոր գործողություններ փորձեք չկատարել այս օրերին։ Այսքանը կապված օգոստոս ամսվա հետ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։